Գիրք Ելից, գլուխ 17 Իսրայելցիք ջուր են խմում վեմից։ Եվ Իսրայելի որդիների ամբողջ ժողովքը ըստ Տիրոջ հրամանի հեռացավ Սին անապատից և Ռափիդիմում կանգ առավ, սակայն ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Ժողովուրդը Մովսեսին մեղադրում էր ասելով. «Մեզ ջուր տուր, որ խմենք»։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ինչ եք ինձ մեղադրում, ինչու եք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդն այնտեղ ծարավել էր, և ժողովուրդը Մովսեսի դեմ տրտնջաց և ասաց. «Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին ու մեր հոտերը ծարավից սպանես»։ Եվ Մովսեսը Տիրոջն աղաղակեց ասելով. «Ինչ անեմ այս ժողովրդին, քիչ է մնացել, որ ինձ քարկոծեն»։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ժողովրդի առաջն անցիր և Իսրայելի երեցներից վերցրու քեզ հետ, և քո գավազանը, որով հարվածեցիր գետը, ձեռքդ առ ու գնա։ Ահա Քորեբում, այն ժայռի վրա այնտեղ քո առջև կկանգնեմ, և դու խփիր ժայռին, և նրանից ջուր կբխի, և թող ժողովուրդը խմի»։ Մովսեսն այդպես արեց Իսրայելի երեցների առաջ։ Եվ այն վայրը Մասսա և Մերիբա կոչեց, քանի որ Իսրայելի որդիներն այնտեղ վիճել ու Տիրոջը փորձել էին ասելով. «Արդյոք Տերը մեր մեջ է, թե ոչ»։ Ապա Ամաղեկը եկավ Ռափիդիմում Իսրայելի դեմ պատերազմեց, և Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրիր և դուրս գնա Ամաղեկի հետ պատերազմելու։ Վաղը ես բլրի գլխին կկանգնեմ և Աստծո գավազանը ձեռքիս»։ Հեսուն Մովսեսի ասածի պես արեց և Ամաղեկի դեմ պատերազմեց, և Մովսեսը, Ահարոնը և Օվրը ելան բլրի գագաթը։ Եվ լինում էր այնպես, որ երբ Մովսեսն իր ձեռքերը բարձրացնում էր վեր, Իսրայելը հաղթում էր, և հենց որ ձեռքերն իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում։ Բայց Մովսեսի ձեռքերը ծանր էին։ Մի քար վերցրեցին և նրա տակ դրին, և ինքը դրա վրա նստեց, իսկ Ահարոնն ու Օվրը, մեկը մի կողմից, մյուսը մյուս կողմից, նրա ձեռքերը բռնեցին վեր բարձրացած, և մինչև Արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի առ գրքում, որպես հիշատակ, և Հեսուի ականջը գցիր, որ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից իսպառ ջնջելու եմ»։ Եվ Մովսեսը զոհասեղան շինեց, և դրա անունը Եհովա Նիսի դրեց, քանի որ ասաց. «Որովհետև Տերը երդվել է, որ Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։